Բազմաբնակարան շենքերի պատերից դեպի ավտոտնակ ձգվող հոսանքի այս մալուխները նոր չեն Երևանում, բայց վերջին շրջանում դրանք ոչ միայն լուսավորության համար են, այլև լիցքավորման։ Էլեկտրամոբիլներ ունեցող քաղաքացիների մեծ մասը հենց այս եղանակով է մեքենան լիցքավորում։ Այսուհետ օրենքով կթույլատրվի բնակարանից էլեկտրաէներգիայի միացմամբ մեքենաների լիցքավորումը։ Դրա համար քաղաքացին չպետք է առանձին բաժանորդ դառնա։ Քանի որ իրականում ոլորտը կարգավորված չի եղել, քաղաքացիները վարվել են այնպես, ինչպես այդ պահին իրենց տեխնիկապես հարմար է եղել։ Նախագիծը նաև ենթադրում է քաղաքացիներին տալ հնարավորություն տնտեսական գործունեության շրջանակում մատուցել այդ ծառայությունը, այսինքն լիցքավորման ծառայությունը մատուցել։ Մարդիկ անդադ ասում են 7-րդ հարկում են բնակվում, ոնց եք պատկերացնում այնտեղից հոսանք իջացնելը, նախ շենքերի արտաքին տեսքերն են փչացնում, այտենց հոսանքը վերևից կախելով, անհարմարություն մյուս հարևանների նկատմամբ կարող է իր բնակարանից առանց նոր հայտը ներկայացնելու Հայաստան էլեկտրական ցանցերում առանձին բաժանորդ դառնալու ավտոտնակի մասով ինքը կարող է իր հաշվիչից, իր տանը տեղադրված հաշվառման համակարգից լարանցում կատարել, պահպանելով բոլոր նորմատիվ անհրաժեշտ պահանջները։ Հեծի բաժանորդ դառնալը բարդ չէ, բայց ծախսատար է։ Օրենքն ամրագրում է, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում սպառողը, կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ եւ նշված օրենքով կարգավորման ենթակա չէ։ Սա ենթադրում է, որ սպառողը իր լիցքավորիչից օգտվելու հնարավորություն կարող է տալ օրինակ իր հարևանին։ Օրենքով հստակ կանոն, թե ինչպես պետք է անցկացվի մալուխը եւ որոնք են այդ տեխնիկական անվտանգության կանոնները, դա չի կարգավորվում։ Այս օրենքի շրջանակի կարգավորման առարկա չէ։ Հրդեհներ տեղի են ունենում եւ գազալցակայաններում ցավոք սրտի եւ բենզալցակայաններում եւ ցանկացած էլեկտրական սարքավորում ունի շահագործման իր անվտանգության կանոնները։ Եթե այդ սարքավորման անվտանգության կանոնները չպահպանելով ենք մենք դա շահագործում, ապա միանշանակ չենք կարող խուսափել որևէ տեսակի պատահարից։ Իսկ ինչ կանոններ պետք է պահպանեն բաժանորդները, ինչպես պետք է տեղադրեն լիցքավորման սարքերն ու հետևեն անվտանգությանը։ Լիցքավորիչը այս մի սարքն է ընդամենը, որը մեքենայի հետ գալիս է։ Հիմա սա ճիշտ տեղադրած է ու բացատրեմ ինչի ճիշտ։ Այս կարգավորումը հոսանքը տատանումներից չի թողում ավել հոսանք գա կամ տատանման դեպքում անջատի, որպեսզի չգնա։ Այստեղ եւս ապահովիչներ են դրած հավելյալ ու այստեղ կա վենտիլատոր, որը հովացնում է անընդհատ տաքոթը դեպի դուրս է փչում, հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ Այս դեպքում նվազագույնի է հասցվում հնարավոր վտանգը, փոխարենը հանդիպում են միացումներ, որոնք փոքր տատանման դեպքում հրդեհի ռիսկ կարող են ստեղծել։ Այս կարգավորումների վերահսկողությունն արդեն տեսչական մարմնի պատասխանատվության դաշտում է։ Վերահսկիչ ծառայությունները, քաղաքշին վերահսկիչ ծառայությունը եւ որևէ այլ պատկան մարմիններ պետք է այս ամեն ինչին մի քիչ ավելի զգոն մոտենան, որպեսզի չունենանք այնպիսի պատկեր, որ ով ոնց ուզենա, վաղը ինչ ձև ուզենա լարանցումներ կատարի եւ անվտանգության այդ խնդիրները ել ավելի սրվեն դրանից։ Կամայական դեպքում, եթե քաղաքացին որևէ նպատակով, որևէ մալուխ է անցկացնում առանց հետևելու կանոններին, կարող է պատճառ դառնալ տհաճ իրավիճակի, բայց ունենք իրավական նորմատիվ ակտեր, որոնց հետևելով պետք է քաղաքացին պահպանի այդ կանոնները։ Բնակարանից էլեկտրամոբիլների լիցքավորման թույլտվությունը ոլորտի ներկայացուցիչների կարծիքով կմեծացնի այդ մեքենաների պահանջարկը։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։